Խաղաղություն սիրելի եղբայրներ և քույրեր ջան։ Մենք շարունակում ենք մեր Հիսուս Քրիստոսը Աստվածաշնչի բոլոր գրքերում շարքը։ Անցած գլուխներում մենք տեսանք Հիսուսին որպես կենդանի ջուր և հարվածված ազատավար։ Այսօր բացում ենք Ղևտացիների գիրքը 16 և 17-րդ գլուխները, որոնք համարվում են ամբողջ գրքի սիրտը։ Այստեղ Հիսուսի փրկարար գործն է երևում իր ամբողջ փառքով։ Առաջինը երկու նոխազների գաղտնիքը։ Ղևտացիներ 16-ը նկարագրում է քավության օրը, Յոմ Կիպուր։ Սա այն օրն էր, երբ Ահարոն քահանայապետը տարին մեկ անգամ մտնում էր սրբության սրբոց։ Այդ օրվա կենտրոնում երկու նոխազներ էին՝ արու այծերը, որոնք Հիսուսի երկու հզոր գործողություններն են։ Զոհաբերվող նոխազը նրա այրունը թափվում էր Աստծո արդարությունը բավարարելու համար։ Բայց տեսեք Եբրայեցիներից 9:12-ն ասում է, որ Հիսուսը ոչ թե նոխազների այրունով, այլ իր սեփական այրունով մեկ անգամ ընդմիշտ մտավ սրբարան և հավիտենական փրկություն ձեռք բերեց իմ և քեզ համար։ Արձակվող նոխազը Ազազել Ահարոնը ձեռքերը դնում էր նրա գլխին, խոստովանելով մեղքերը, և նոխազը տարվում էր անապատ հեռու մի վայր և անվերադարձ թողնում էին այնտեղ։ Կարևոր հարց։ Շատերն ասում են, Մատթեոսի ավետարանում այծերը ձախ կողմում են, դա լավ նշան չէ։ Բայց սա է Աստծո սերը։ Հիսուսը դարձավ այդ նոխազը մեզ համար, ինչպես գրված է Գաղատացիների 3:13-ում. Քրիստոսը մեզ գնեց օրենքի անեծքից, ինքը մեզ համար անեծք դառնալով, նա կրեց ձախ կողմի անեծքը, որպեսզի մեզ դարձնի աջ կողմի ոչխարները, փոխաբերական իմաստով ասած։ Ինչպես նոխազին հանում էին բանակից դուրս, այնպես էլ Հիսուսը քաղաքից դուրս չարչարվեց մեզ համար, մեզ սրբացնելու համար։ Եբրայեցիների 13:12-ը այդ է ասում։ Երկրորդը, հին ուխտում Ահարոնը պետք է ծուղ բարձրացներ, որ չտեսներ Աստծո փառքը և չմեռներ։ Ղևտացիների 16:13-ը։ Սակայն երբ Հիսուսը խաչի վրա իր մարմնով բարձրացրեց մեր մեղքերը, ինչպես 1 Պետրոս 2:24-ն է ասում, նաև Մատթեոս 27:51-ը ասում է տաճարի վարագույրը վերևից ներքև պատռվեց, այլևս կարիք չկա թաքնվելու ծխի հետևում։ Մենք այսօր ունենք համարձակություն Հիսուսի արյունով ուղիղ մտնելու Աստծո ներկայության մեջ, ինչպես ասում է Եբրայեցիների 10:19։ Երրորդը այրունը, սրբությունը, կյանքը կյանքի դիմաց։ Ղևտացիների 17:11-ն Աստված ասում է. մարմնի կյանքը այրան մեջ է։ Սա ամբողջ ղևտացիների բանալին է։ Հիսուսի այրունը պարզապես հեղուկ չէ, այն նրա անարատ կյանքն է, որը տրվեց մեր մահվան փոխարեն։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 14-ը հաստատում է Քրիստոսի այրունը մաքրում է մեր խեղճ մտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայենք կենդանի Աստծուն։ Սիրելի եղբայրներ և քույրեր, հիշեք, դուք այլևս մենք ձախ կողմում չենք և անեծքի տակ չենք։ Հիսուսը եղավ մեր քավությունը, քավության օրը, նա և մեր մեղքի պատիժը կրեց և մեր մեղքերը հեռացրեց մեզանից հավիտյան։ Եթե դուք Հիսուսի մեջ եք, ապա Աստված ձեզ տեսնում է որպես արդարացված և սիրելի զավակներ։ Մեր փրկությունը հաստատուն է, որովհետև այն հիմնված է նրա կատարյալ այրան վրա։
Եկեք սիրելիներ, աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ այս մեծ փոխանակության համար։ Շնորհակալ եմ, որ դու դարձար իմ Ազազելը եւ տարար իմ ամոթը ու մեղքը հեռու անապատ տարար։ Շնորհակալ եմ, որ քո պատրված մարմնով ինձ համար ճանապարհ բացեցիր դեպի հոր սիրտը։ Տեր, թող քո այրունը այսօր մաքրի իմ միտքը, իմ սիրտը, որպեսզի ապրեմ քո փառքի համար։ Ամեն։ Եթե այս ուսուցումը օրհնություն էր ձեզ համար, կիսվեք այն ուրիշների հետ եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես եք Հիսուսին տեսնում։ Նաեւ կարող եք գրել Հիսուսը իմ խաղությունն է եւ իմ հաստատուն վեմը։ Ամեն։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։